Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել ավելի քան 120 անգամ կիրառվել են 60 և 82 մմ անետներ։ Ես մտահոգված եմ շփման գծում բռնությունների շարունակությամբ ներառյալ անցած հանգստյան օրերին։ Հայաստանի նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Բրյուսելում անդրադարձել են Արցախյան խնդրին։ Բոլորը սկսեցին փախչել արդեն արագ-արագ։ Ինչ է տեղի ունեցել փետրվարի 25-ին Արցախ-Ադրբեջան շփման գծում, կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի բացառիկ կադրերն ու մեկնաբանությունը հորիզոնի համար։ Ադրբեջանական քարոզչական պատումների հակասությունները բացահայտում է Արտյոմ Երկանյանը։ Արդյոք օրացուցային գարունն ընդհատել է երևանյան ձմեռը, հորիզոնի տաղավարում Գագիկ Սուրենյանը խոսելու է կանխատեսումների անճշտության սահմանների մասին։ Հայաստանի հարավում տեղի ունեցել 5 բալանոց երկրաշարժ, նախնական տվյալներով լուրջ ավերածություններ չկան։ 30 ծրագիր, որ կապահովեն բարեկեցություն և ապահովություն մեր ժողովրդին, 30 նպատակ, որ կբերեն վերածնունդ ու անվտանգություն։ Ինչու 30 է, մոգական թիվ է ինչ-որ։ Հեռանկարի տաղավարում հայկական վերածնունդ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը մեկնաբանում է իր քաղաքական ուժի նախընտրական խոստումները։ Անցնող օրվա անցուդարձը կամփոփենք ժամ 22-ի թողարկմանը։